Հարգելի հայրենակիցներ, երեք համապատասխան տեսաուղերձով դիմել էի արցախցիներին, խոսելով ընտրական իրավունքի գոյության կամ դրա բացակայության մասին եւ տեսաուղերձի մեջ համապատասխան հայտարարություն էի կատարել, որ իմ դիրքորոշումը այնպիսին է, որ արցախցիները պետք է ունենան պասիվ ընտրական իրավունք, այսինքն մասնակցեն ընտրությանը, քանի որ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ քաղաքացիության մասին օրենքի ուժով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրելու փաստի ուժով եւ 2021 թվականի ընտրություններին ուղղակի հաշվառման փաստի ուժով մասնակցել էին 2021 թվականի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին, բայց ներկայումս իրավիճակը մի քիչ այլ է, քանի որ կա Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի որոշում, համաձայն որի արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, իսկ փաստականների մասին կոնվենցիայի եւ օրենքի ուժով փաստական կարող է համարվել միայն այն անձը, ով որ չունի քաղաքացիություն կամ հանդիսանում է տվյալ պետության համար օտարերկրյա քաղաքացի։ Սրանից պարզ հետևություն էի կատարել, որ արցախցիները ըստ այդմ հենց այդ կառավարության ուժով չեն հանդիսանում Հայաստանի քաղաքացիներ, չնայած այդ դիրքորոշման հետ համաձայն չէի, բայց այնուամենայնիվ հետևությունը այդպիսին է, եւ ձևավորված իրավական պրակտիկան եւս այդպիսին է, ուստի արցախցիները չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին։ Ասեմ ավելի, ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը եւս ունի նույն դիրքորոշումը, մասնավորապես արցախցիներին չեն ընդգրկում, լիազոր մարմինները արցախցիներին չեն ընդգրկում համապատասխան ընտրացուցակներում։ Բայց Facebook-յան տեսաուղերձից հետո Facebook-յան օգտատերերից մեկը Մարատ Եգանյանը, ով արցախցի է, ում ճանաչում եմ, հակադարձել է ինձ, նշելով, որ դիմել է դատարան եւ դատարանը բավարարել է իր հայցը եւ պարտավորեցրել ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը ըստ հաշվառման վայրի վերջինիս ներառել ընտրությանը մասնակցող անձանց ցուցակներում, այսինքն ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում։ Կապ եմ հաստատել այսօր Մարատ Եգանյանի հետ, խնդրել եմ ուղարկել դատարանի վճիռը, դատարանի վճռի որոշակի մասը վերջինիս կողմից ուղարկվել է ինձ, ուսումնասիրել եմ պատճառաբանական մասը եւ տեսեք ինչ է դատարանն արձանագրել։ Դատարանն արձանագրել է, որ արդեն իսկ քաղաքացի համարվող անձը չի կարող կառավարության որոշման ուժով դադարել քաղաքացի լինելու։ Դատարանի դիրքորոշումը պարզ է եւ հասկանալի, որովհետեւ քաղաքացիության դադարման հիմքերը հստակ սահմանված են քաղաքացիության մասին օրենքով եւ որպես դադարման հիմք կառավարության որոշում նախատեսված չէ։ Այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, այսինքն ունենք դատարանի վճիռ, որով դատարանը 070 կոդով Արցախցու անձնագրով Արցախցուն տվել է, փաստացի տվել է ընտրական իրավունք, այսինքն ընտրությանը պասիվ ընտրական իրավունքով մասնակցելու հնարավորություն եւ պարտավորեցրել ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը ընդգրկել վերջինիս ընտրությանը մասնակցող անձանց ցուցակում։ Սա շատ մեծ հաջողություն է, ես այս կապակցությամբ չեմ կարող նաև հրապարակային շնորհակալություն չհայտնել Մարատ Եգանյանից, որովհետև մարդը սկզբունքորեն դիմել է դատարան եւ հասել բավարարման, այնուամենայնիվ փաստ չէ, որ բոլոր դատավորները կգնան այդպիսի, կարելի է ասել նաև ռիսկի եւ կկայացնեն այդպիսի իրավաչափ որոշում արցախցիներին ընդգրկելով ընտրությանը մասնակցող, ընտրությանը ընտրելու իրավունքի համատեքստում մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում, բայց պետք է ուղղակի արցախցիներին բոլորին հորդորեն, որ սա լավ հնարավորություն է բոլորիս համար մասնակցել ընտրություններին։ Մասնակցենք ընտրություններին եւ իրացնենք մեր ընտրական իրավունքը անկախ քաղաքացիություն ընդունած լինել կամ չլինելու հանգամանքից։ Անկախ նրանից, թե դեռ ծնողները հանդիսացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե ոչ։ Սա նաեւ խոսում է ավելի գլոբալ երևույթի մասին, եթե դատարանը Արցախցուն համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա վերջինս պետք է օժտված լինի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այլ իրավունքներով, այդ թվում նաև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հասանելիք այլ իրավունքներով, բայց սրան զուգահեռ պետք է նաև արձանագրենք, որ արցախցիները չեն հանդիսանում փախստականներ, ըստ այդմ կրում են նաև քաղաքացուն վերապահված պարտականությունները, այդ թվում նաև զինվորական ծառայության անցնելու պարտականությունն ու եթե դատարանը իրոք արցախցիներին չի համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչևէ, այս տեսանյութի նպատակը այլ է, ես ցանկանում եի բոլորին իրազեկել, որ այո, դա հնարավոր է, որ արցախցիները մասնակցեն ընտրությանը եւ իրացնեն իրենց պասիվ ընտրական իրավունքը։ Այն փաստ չէ իհարկե, որ բոլոր դատավորները կգնան այդպիսի ռիսկի, ես վստահ եմ, որ դատավորներից ոմանք
քաղաքացիների դիմումները կմերժեն, բայց այս պայծրությամբ սա առնվազն հնարավորություն է, որը պետք է իրացնել։ Այսինքն բոլոր այն արցախցիները, ովքեր ցանկանում են մասնակցել ընտրությանը, պետք է համապատասխան դիմում գրեն ընտրություններից ոչ ուշ քան 10 օր առաջ իրենց ընտրացուցակներում ներառելու խնդրանքով, որից հետո ստանալով մերժում կամ չարձանագրելով իրենց ցանկալի պատասխանը դիմել դատարան եւ դատարանը պարտավորված է լինելու միջև քվեարկության օրը առնվազն ապահովել քաղաքացու ընտրելու իրավունքը։ Սա հնարավորություն է, այս կապակցությամբ կրկին շնորհակալություն եմ հայտնում Մարատ Եգանյանին այսպիսի սկզբունքային պայքարի եւ բավարարված դատական ակտ ունենալու համար, ինչպես նաեւ հորդորում բոլոր արցախցիներին դիմել իրենց ընտրացուցակներում ներառելու պահանջով։ Եթե գոնե 30 կամ 40% հայցերը դատարանները բավարարեն, ապա սա լուրջ ազդեցություն կարող է ունենալ ընտրության արդյունքների վրա։ Շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ ընտրության արդյունքների վրա։ Այսքանը դիմեք համապատասխան լիազոր մարմնին, ցուցակում ներառելու խնդրանքով, եթե ստանաք մերժում, ապա անհապաղ դիմեք դատարան եւ դատարանը միջև քվեարկության օրը պարտավորված կլինի պատասխանել ձեր հարցին, այսինքն ունեք ընտրելու իրավունք, թե չունեք։ Կարծում եմ, որ առնվազն կեսով մենք բավարարում կունենանք, որովհետեւ Մարատ Եգանյանը խոսում է 3 տարբեր բավարարված դատական ակտերի մասին, ինչը մեծ հաջողություն է, կրկնում եմ։ Այսքանը, շնորհակալություն։